Ազովի ափին գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Մարիուպոլ քաղաքի շուրջ լուրջ մարտեր են։ Բնակիչները ասում են, որ անցած 3 ամիսների ընթացքում այսչափ ծանր վիճակ չի եղել։ Քաղաքը հրետակոծում են Մարիուպոլից արևել գտնվող ռուս անջատականների դիրքերից։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը երեկ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի արևելքում վերստին պայթյունավտանգ վիճակ է եւ հորդորել է շտաբ կարգով բանակցություններ անցկացնել ու կանխել ել ավելի վտանգավոր զարգացումները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվային խիստ մտահոգում են վերջին բախումները։ Դրանք Լավրովի փոխանցմամբ կարող են վկայել լայնածավալ նոր գրոհներ նախապատրաստելու Կիևի մտադրության մասին։ Մարիուպոլի աշխարհագրական դիրքը իսկապես չափազանց կարևոր է, քանի որ քաղաքը գտնվում է Ռուսաստանը, Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքները եւ Ղրիմը կապող ճանապարհին։ Փաստորեն, եթե անջատականները գրավեն Մարիուպոլը, ապա կստանան Ռուսաստանից Ղրիմ տանող հուսալի ցամաքային ճանապարհ։ Բախումներ են նաև Դոնեցկի շուրջ։ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պնդում են, որ բախումները ուկրաինացիներն են սկսել։ Ուկրաինացիները իրենց հերթին հայտարարում են, որ ընդամենը ստիպված են պատասխանել անջատականների հրետան ու կրակին։ Ըստ ռուս անջատականների ուկրաինական բանակը 77 անգամ է խախտել հրադադարը, իսկ Կիևի փոխանցմամբ ռուս անջատականները 138 խախտում են կատարել։ Երկու կողմն էլ կորուստներ է կրել։ Զոհերի թիվը հասնում է 7-ի։ Անջատականների փոխանցմամբ ուկրաինական բանակը գիշերն է գործողություններ վարում, քանի որ այդ ժամերին ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելությունը զրկված է խախտումները գրանցելու հնարավորությունից։ Այս տարվա փետրվարին Մինսկում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո իրավիճակը որոշ չափով կայունացել էր, սակայն հետագայում նորից մարտեր են սկսվել։ Ըստ փորձագետների, Ուկրաինայի արևելքում անցյալ տարվա ապրիլից սկսված մարտերում զոհվել է մոտ 7000 մարդ։